Չէ, նշանակում, որովհետև դուք կարող եք մասնակցել տարբեր կարգավիճակներով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը տարբեր կարգավիճակներով մասնակցել է տարբեր բանակցությունների։ Արդյոք դա նշանակում է, որ նա որպես պետություն ճանաչված է, իհարկե ոչ։ Դուք մասնակցում եք որպես բանակցային կողմ, դուք մասնակցում եք որպես պատերազմող կողմ, նման կարգավիճակներ էլ կա։ Եվ Հայաստանը տվյալ պարագային հրավիրված էր եւ մասնակցում էր որպես պատերազմող կողմ, որպես առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած եւ հաղթած կողմ, ինչպես օրինակի համար գոյություն չունեցող Չեխոսլովակիան այդ ժամանակ, որ Ավստրո-Հունգարիայի մասեր եւ այլն, իսկ հետո արդեն ճանաչումից հետո տեսեք ինչու 1920 թվականի հունվարին եղավ Հայաստանի ճանաչում, ինչպես նշեցի ես։ Ինչու չէին ճանաչում, այսինքն տարուկես, մեկ էլ հենց հունվարին ճանաչեցին, շատ պարզ պատճառով, որովհետև հունվարից սկսեց Հայաստանի Հանրապետության ճակատագրի որոշումը, այսինքն Հայաստան-Թուրքիա սահմանը, դա հունվար-փետրվարին դա Լոնդոնի առաջի համաժողովն էր, ապա Սան Ռեմո ապրիլին, եւ ապրիլին Միացյալ Նահանգները ճանաչեցին, ապրիլի 23-ին, նորից ինչու, որովհետև արդեն խոսակցությունները գնում էին, որ պիտի դիմեն Միացյալ Նահանգների նախագահային սահմանի համար։ Հիմա որպեսզի Միացյալ Նահանգների նախագահ իրավասություն ունենար Հայաստանի վերաբերյալ ինչ-որ վճիռ կայացնելու, իր պետությունը պիտի ճանաչեր։ Ինքը պիտի որպեսզի մտնի որոշակի հարաբերությունների մեջ, դրանք պիտի ճանաչես։ Տեսեք, այդ երեխաները, որ խաղում են, չէ՞ որ այսպես մատերը սենց են ասում են բաժան իրար հետ խոսում ենք, չենք խոսում, դա ըստ էության իրավապայմանագրային հարաբերությունների մեջ մտնել է, ճանաչել եւ չճանաչել։ Եթե ինքը խռովում է, մատերը բաժան է, դա օրժի սիմվոլ է։ Չի ճանաչում նրանց, նրա հետ որևէ հարաբերության մեջ չի մտնում։ Այսինքն դու իմ համար չկաս։ Հետո երեխեքը որ հաշտվում են, չէ՞ էլի մատերը իրար են միացնում, դա հարաբերություններ հաստատեցին նորից եւ կարող են մտնել հարաբերությունների մեջ, անգամ իրավապայմանագրային, ինչ-որ իրար բան տան, վերցնեն բան։ Շատ նման է պետությունների հարաբերությունները մարդկանց հարաբերություններին։